Վերադարձանք հարգելի հեռուստադիտողներ եւ արդեն այստեղ է Արմեն Չիբուխչյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Երևի նախ եւ առաջ անդրադառնանք հայաստանյան գլխավոր թեմային, հացահատիկը Ադրբեջանով եկավ Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Ռուսական, երեք իդեպ դուք շեշտեցիք դա, այո, այսօր արդեն ավելի շատ մանրամասներ են հայտնի։ Մենք երեք չգիտեինք, որ լֆիկ, այսինքն հանրության մեջ հայտնի լֆիկ Սամվելը կամ Սամոն կամ ովքեր էին չէին ասում երկու գործարար այսինքն դեռ չի հերքվել, այո, հիմա դե ոնց որ առաջ ուներ Սերժի ժամանակ մոնոպոլիա, կարծես հիմա էլ նենց ոչինչ ունի Սամվել Ալեքսանյանը, դες ոնց որ իր կյանքը չի փոխվել, ավելի լավացել, բայց այդտեղ մի խնդիր կա, տեսեք, դեռ չի հերքվել, թող հերքեն իմանանք, այսինքն այսպայն մամուլը հայկական պնդում է, որ Սամվել Ալեքսանյանը 132 վագոն պատվիրել, չէ, դե կա, ուզում ասեմ, մենք հենվում ենք նրա վրա, ես ուղղակի զգուշացնում եմ, կարող է ինքը չի։ Ես մենք ուղղակի աղբյուրն ենք նշում, որտեղից ենք վերցրել տեղեկությունը, որ հետո չստացվի, որ ասեն չէ, ինքը չի բերել։ Երկուսն էլ ինքն է, թե այս պահին մենակ, չէ, այս պահին մենակ Սամվել Ալեքսանյանի մասին է պնդում, որ 130, դե 15 վագոնը հասել է։ Այո, այո։ 132 էլ ասում են Սամվել Ալեքսանյանն է պատվիրել։ Ինչու եմ շեշտում, որ մամուլից ենք վերցրել, որտեվ այս պահին չունենք այս հերքում։ Այսինքն կարող է վաղը հերքվի, պարզվի հա։ Դե մենք ասում ենք որտեղից ենք վերցրել, ազնիվ լինենք, չենք ասում մեզնից ենք հորինը, հետո չասեմ, բա ասում եք Սամվել Ալեքսանյանն է բերել։ Մամուլը հայկական գրում է, որ Սամվել Ալեքսանյանը պատվիրել, բայց ցորենը դա ռազմավարական նշանակության, գիտեք, պարենային ապրանք է եւ որքան ես եմ տեղյակ, ընդհանրապես դե Ամերիկայի Միացյալ Նահանգներում տենց է, գիտեք, առանց պետության թույլտվության որևէ գործարար չի կարող այդպիսի նշանակության ապրանք ներկրի։ Անպայման պետք է ստանա թույլտվություն։ Իդեպս ցորենի թեման այնքան պատտվեց այսքանի օրը, այսօր առավոտ այսօր մի հետարքիր բանից հետ տեղի ունեցավ, դե մի փոքր վատառողջ էի, բայց երաս տեսա, որ ես Գևորգ Պապոյանն եմ ու համեկում հարցազրույց եմ տալիս ու տենց քրտնքի մեջ արթնացա վատ վիճակում ու սկսեցի անիմաստ խոսալ, մտածեցի մտավոր ասենք արդեն ոնց են ասում խնդիրներ։ Հա, մտավոր խնդիրներ եմ ձեռք բերել, արդեն չէ անիմաստ խոսում եմ, ինձ թվաց երազից դուրս չեմ եկել, հետո հասկացա, որ ջերմությունս է բարձրացել, զառանցում եմ ուղղակի, վախտս բերեց, դες մի ձև պրծա, շատ էի վախեցել։ Հիմա չէ, հիմա համեմատացա, կարևորը հասկացա, որ չէ, ուղղակի ջերմությունս է շատ բարձրացել, բայց ինչ եմ ուզում շեշտել, տեսեք։ Ամենակարևորը հետարքիր բան է կատարում։ Փաշինյանը ասում է, որ անակնկալ է եղել, լսեցիք երևի, այսինքն Ադրբեջանի որոշումը մի օրվա մեջ անակնկալ եղավ թողնել ռուսական ցորենը։ Օվերչուկը Ալիևը խոսում է Պուտինի հետ։ Ռուսականի գալն էր անակնկալ ուղղակի։ Հա, այդ եմ ասում։ Հա, այդ թողնել չթողնելու։ Չէ, ռուսականի գալն էր անակնկալ, այդ եմ ասում, այսինքն մի օրվա մեջ որոշում է կայացվել։ Եվ ըստ Հայաստանի իշխանությունների համար դա անակնկալ է եղել, եւ այստեղ շատ հետարքիր հարցեր է առաջանում։ Այսինքն տեսեք, խնդիրը հետևյալն է, Ալիևը տեսակ, որ իբր կոնֆրոնտացիայի մեջ էր Մոսկվայի հետ։ Իբր տենց իրար մորթում էին, հա։ Ալիևը գնաց դեպի Միացյալ Նահանգներ, փորձեց այնտեղ իր հարցերը լուծել։ Չստացավ այնտեղ ամեն ինչ որ իրան պետք է, եւ տեսեք Ալիևը ոնց է հետ քայլեր կատարում դեպի ռուսական պլանը ըստեյության։ Եվ ինչ է սա նշանակում։ Ռուսները ուղղակի գիտեք, անկեղծ ասեմ, ինձ մոտ ինչ տպավորություն ստեղծեց։ Իմ մոտ տպավորություն ստեղծեց, որ Օվերչուկը մի օրում որոշել է ինչքան ցորեն կա ուղարկի ու ասի պետք է առնեք այս ցորենը։ Հենց լսեցին, որ Հայաստանը թեկուզ Ղազախստանից, բայց դիվերսիֆիկաց, թեկուզ մի փոքր մաս ուզում է Ղազախստանից բերի։ Ղազախստանի ցորենի հետ էլ կա խնդիր, ախր դա ճանապարհը երկար է, այն ինչ որ մենք խոսում ենք, լոգիստիկան ավելի շուտ եկավ։ Դե բնականաբար միջև տեսեք որոշն է հայտարարվել, փաստորեն տեսեք հիմա արդեն նորա տեղեկություններ հայտնվում, որ հաջորդ շաբաթվա վերջ նոր կարող է ղազախական ցորենը հարվել, չի, որովհետև այնտեղ բեռնվում է մեքենաների կամ երկաթգծի վրա, չգիտեմ ոնց հասնում է միջև Կասպից ծովից բեռնում է նավերի վրա։ Ընդ որում այդ նույն այդ միջին միջանցքի տրամաբանությունները որ հասկանանք, որ մեծ հաշվով, այն որ իրանք ասում են Չինաստան կամ այդ առումով, այսինքն միևնույնն է, Ղազախստանում իդեպ ասեմ նույն երկաթգծերի խնդիր կա, հա թողունակության խնդիր կա, այնտեղ ամեն ինչ լավ չի վիճակը այդ իմաստով, եւ հենց այս ցորենի պատմությունը ցույց է տալիս, թե որ իրականում ինչ է իրերի դասավորությունը տնտեսական առումով այդ միջին միջանցքի էլի։ Մինչև ասում եմ 1 2 1 2 ռուսները 1 2 1 2 արագ չէ, 1 2 3 4, սրանք 1 2 1 2 սկսեցին ցորեն բանալ, բայց գիտեք ինչն է ամբողջ խնդիրը։ Պապոյանին հարց են տալիս, ասում են, բա ձեզ քննադատում են, որ դուք չեք դիվերսիֆիկացնում, բան եւ այլն, ու սկզբից ընկավ կոնտուզիայի մեջ, sense թեթև ինձ տված, sense հետո ասեց, ոնց կարան բանանեն, որ ճանապարհները բացվում են եւ այլն։ Ես ուզում եմ հիշեցնել, որ Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը 3-4 տարի շարունակ ասում է, որ չէր կարելի կախվածության մեջ լինել մեկ երկրից, այլ դա համար մենք հասանք այս օրը, որի հետ մենք լիովին այդ գաղափարի հետ հնարավոր չի համաձայն չլինել։ Հնարավոր չի ուղղակի։
Հաջորդ արտահայտությունը ուրեմն անցած թե նախանցած ամանորի շեմին Նիկոլ Փաշինյանը դեսպանների հետ հանդիպման ժամանակ ասում է տնտեսությունն է որոշում արտաքին քաղաքականությունը։ Արարատ Միրզոյանը 2 օր առաջ թե 1 օր առաջ հայտարարում է, որ մենք շարունակում ենք հետաքրքրված մնալ Շանհայի համագործակցության կազմակերպությամբ, որպեսզի բալանսավորվենք Եվրամիության հետ հարաբերությունները։ Մարդիկ բալանս, այսինքն Եվրամիությունը վտանգ է իրանց համար, իրանք ուզում են Չինաստանով Ռուսաստանով բալանսավորեն Եվրամիության հետ հարաբերությունները։ Այն դեպքում, որ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամ, ՀԻԱՏՄ անդամ, ցորենը դրեցին, ուղարկեցի, որ հանկարծ դու Ուկրաինայից ցորեն չգնես, տարբերակ չունենաս, արագ, էժան հնարավորինս։ Սա ուղղակի ուզում եմ հատուկ, ուրեմն հատուկ Պապոյանների համար հիշեցնել։ Ինչա, դա գիտեք ինչա կոչվում, անգլերեն շատ լավ բառ կա, կոչվում է death trap, այսինքն մահացու թակարդ։ Դա կոչվում է, այն ինչ որ հիմա ռուսները անում են Հայաստանի հետ, դա կոչվում է death trap։ Դա հատուկ տերմին, դա շատ է օգտագործվում այստեղ քաղաքականության մեջ։ Դա մահացու թակարդ է, երբ որ քեզ չեն թողում, որ դու դիվերսիֆիկացնես, չեն թողում, որ դու ազատվես։ Բայց մենք ժամանակ չունենք, իսկ դուք տեսեք Ալիևը ինչ է անում։ Ալիևը արդեն պաշտոնապես հայտարարեց, որ հաջորդ տարի էլի մեծ գումար է հատկացվելու Արևմտյան Ադրբեջան համայնքին։ Կարելի է մի բան ասել, բայց սա մասնավորն է ներկրել, իսկ սկզբանե ասվել է։ Չէ, ես դրա համար հատուկ դիմացից շեշտեցի, որ այս տեսակի ապրանքները մասնավորի հարց չի, մոռացեք, ցորենը, օրինակ էլեկտրաէներգիա, զենք, չէ, ասածս հետևյալն է, սա պետությունը ունի կարգավորիչ մեխանիզմ, դու չես կարա որոշես, որ դա հացահատիկ է, անվտանգություն է ամբողջ երկրի տակ, դու չես կարա մի օր որոշես, ես գնում եմ ցորեն բերել, ոչ, դու պետք է պետությունից ստանաս այդ թույլտվությունը ցորեն բերելու, պետությունը կարող քեզ ասի ինչքան իրավունք ունի ասելու, ինչքան կարող ես բերել, որտեղից կարող ես բերել, այսինքն կարող ասի, այսքան ստեղից ես բերում, այսքան ստեղից ես բերում, այսքան ստեղ, որտեղ դա իմ երկրի անվտանգության հարցն է։ Դրա համար ես հատուկ դիմացից շեշտեցի, որ այդ հարցը չծագի, որտեղ ցորենը դա սովորական, չգիտեմ, ինչ որ ապրանք չի, էլի, ցորենը դա ռազմավարական նշանակության պարենային արտադրանք է։ Եվ եթե չունի պետությունը մեր այդ ֆունկցիան, շատ կներեք, ասենք, գիտեք, Միացյալ Նահանգները անգամ չիպերից բռնած ամեն ինչը Դոնալդ Տրամփն է թույլտվություն տալի, որ ընկերությունը կարա ինչքան վաճառի, ինչքան ներկրի, այդ ամեն ինչը կարգավորվում է։ Ես չեմ կարծում, որ Հայաստանը չունի այդ մեխանիզմը։ Դա ուղղակի աբսուրդ կլինի, էլի, որտեղ ես էլ չեմ պատկերացնում, որովհետև չի կարա ասեք ինչ որ Սամվել Ալեքսանյան որոշի բերի մի հատ ապրանք, որը կարող է պատկերացրեք կներեք ինչու ասենք որոշում են թշնամական պետությունը, ես հիմա կոնկրետ օրինակ չեմ բերում, բայց հիպոթետիկ, ցորենով թունավորել ամբողջ ազգը։ Դա մի ապրանք է, չէ, դա մի ապրանք է։ Ամեն ինչով էլ կարելի է թունավորել, ինչ ապրանք է, կարող է հասկանում եմ, սա պետությունը անգամ այսպիսի բաները պետական մակարդակով են պայմանավորվում, հա, եւ այլն այսպես շարունակ։ Չէ, չեմ ուզում ասել, Փաշինյանը ասաց, ես նույնիսկ տեղյակ չեմ ովքեր են ներկրողները։ Շատ վատ է։ Դրա համար եմ ասում, ուրեմն հենց այդ եմ ասում, կարող է չկա, ուրեմն պետքա ներդնել, պետությունը պետքա ունենա վերահսկողություն, չի կարելի թողել անվել Սամվելա, ամեն երկրորդ Սամվել Ալեքսանյանին բերել այդպիսի ապրանքներ ու ինչքան ուզի, որտեղ դա պետության անվտանգության հարց է։ Դե տեսնենք, եթե կգտնվի նաև այլ գործարար, որոնց անունները նույնիսկ տեղյակ չենք ու կարողանա բերել, պիտի շնորհակալ լինենք։ Այստեղ միջև անցնել եմ Միացյալ Նահանգներից հետարքիր թեման, միջև անցնել երկրորդ մասում արագ մի բան էլ ասեմ, անցնենք Միացյալ Նահանգների թեման։ Որովհետև հիմա պիտի գնանք Գովազդի։ Դեռ չգիտեք, թե ինչպես կարող եք դիտել սիրված սերիալները առաջինը և դիտել այն որակով ու ամենուր։ Ինչպես բաժանորդագրվել Armflix հայկական էքսկլյուզիվ կինոպլատֆորմին։ Հետևեք մի քանի պարզ քայլերի և ստացեք հասանելիություն առաջինը դիտելու Armflix-ի բազմաժանր հայկական կինոարտադրանքը։ Քայլ առաջին՝ մուտք եք գործում armflix.com։ Քայլ երկրորդ՝ սեղմում եք բաժանորդագրվել կոճակը։ Քայլ երրորդ՝ ընտրում եք ձեզ համար ցանկալի բաժանորդագրման տարբերակը։ Քայլ չորրորդ՝ լրացնում եք քարտի տվյալները և գնում եք առաջ։ Իդեպ Armflix-ը կարող եք դիտել ամենուր և անսահմանափակ, ներբեռնելով նաև հավելվածը հեռախոսի և անմիջապես հեռուստացույցի վրա։ Դրանով իսկ կանեք ամենալավ նվերը ձեր ծնողների և տարեցների համար, որոնք չեն սիրում դիտել սիրված սերիալները համակարգչով, իսկ հեռուստացույցով սեղմելով մեկ կոճակ նրանց հասանելի է դառնում ողջ կոնտենտը։ Երիտասարդները Armflix-ի iOS և Android հավելվածների միջոցով կարող են դիտել դրանք ամենուր։ Իդեպ, մեկ գրանցված բաժանորդագրությամբ կարող եք դիտել բոլոր սարքերով։ Ահա և վերջ, դուք ստացաք հնարավորություն դիտելու հայկական ամենանոր, բազմաժանր և էքսկլյուզիվ ֆիլմերն ու հեռուստասերիալները մեկ հարթակում։ Դե ինչ, բարի դիտում, Armflix,
եղիր կոնտենտի թրենդի մեջ։ Ինչև գովազդը արծարծվող թեմային այժմ շարունակ ենք անդրադարձը, պարոն Բողջյանի, եք ուզում ավելացնել։ Հա, մի կարևոր բան կա այստեղ, տեսեք, ուրեմն մի քանի օր առաջ, դե գիտեք, ես ուկրաինական ծորենի մասին երեք անդրադարձա, մի քանի օր առաջ իրենց իշխանությանը շատ ես գիտեմ այդ մարդուն, լավ գիտեմ, ինքը կապերել ունի իշխանության վերնախավի հետ, մի իրենց ինֆլուենսեր, այսպես ասեմ, շատ հայտնի, իրենց կողմից, ասենք, հանրության մեջ իրենց շրջապատում տես, որը ուղիղ շփվում է պաշտոնյաների հետ։ Գրեց, որ ծորենը գնվել է Ղազախստանից $190։ Հենց անմիջապես գործարքը եղավ։ Բացում ես միջազգային աղբյուրները, հստակ նշված է ղազախական ծորենը արժի, սկսվում է, այնտեղ տարբեր որակներից է սկսվում է $190։ Հիմա, բայց 3-4 օրներ կարծես թե հիշողությունս չի դավաճանում, ես լսեցի լուրերով, որ ծորենի գինը ղազախականի 1 տոննան արժի $65,000, որը շատ 160 քանի դոլար է գալիս, իսկ ռուսականինը $70,000, որը $180 քանի դոլար է գալիս, իդեպ ավելի թանկ միևնույնն է, քան ուկրաինական, չնչին, բայց ավելի թանկ, քան ուկրաինական ծորենը։ Ուրեմն ես ուղղակի կոչ եմ անում, որովհետև տեսեք, այստեղ մանիպուլյացիաներ կարող են լինել, ծորենի գինը ղազախական $190 է միջազգային։ Հայաստանի իշխանությունները երբևէ այս ընթացքում չեն նշել, որ մեզ զեղչով են տվել այդ ծորենը։ Օրինակ մենք ունենք լրագրողներ։ Ինձ այս հարցը շատ հետաքրքրում է, որpիսի մենք վստահ լինենք եւ կանխենք, դա շատ կարեւոր հարց է։ Մենք հասկանանք, այդ ի՞նչ է, այս ինչ պատմություններ է, այս ինչ գների թատանումներ է, այս ոնց է sense լինում։ Լրագրողներ ունենք, ես խնդրում եմ, ընդհանրապես նորմալ լրագրողները այս իրավիճակում մի քիչ քթածակ ունեցող անմիջապես կկապվեին Ղազախստանի համապատասխան հարցում կուղարկեին, որքան է Հայաստանը գրե, ուրեմն ղազախական ծորենը, որովհետեւ տես ասեմ, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով մարդես կարող է գայթակղություն լինի, որոշեն, որ պետք է այնպիսի գին ասել, որ հետո իրանց մեղադրանք չներկայացնենք, բա եղբայր, քիչ էս Ուկրաինայից գնում, եթե ուկրաինական ավելի էժան է։ Իդեպ բանակցությունների մասով նորից չի եղել բանակցություններ, մենք հələ ամենտապես չունենք այդպիսի տեղեկություններ, իրանց հասել է տեղի հարցումը, իրանք լավ տեղյակ են, ես ունեմ տեղեկություններ, իրանք գիտեմ, որ չեն պատասխանում այդ հարցմանը, թե ոնց է եղել, ում հետ են կապվել Ուկրաինայում, ոչ մի տեղեկություն չկա։ Ուրեմն ես նորից պահանջում եմ ասել, ում հետ են կապվել, արդյոք իրանց զեղչ առաջարկվել է, չի առաջարկվել, ինչ գին են առաջարկել, նորից օգնությունս եմ առաջարկում, որտեղ սա շատ կարևոր հարց է, եւ այստեղ շատ կարևոր հարց է, դու չես կարող ռուսական ծորենը բալանսավորել ղազախականով, որտեղ Ղազախստանը խորը կախվածության մեջ է Ռուսաստանից եւ Չինաստանից։ Դու կարող ես ռուսական ծորենը բալանսավորել ուկրաինականով, այ դա կլինի իրոք ռեալ դիվերսիֆիկացիա եւ անվտանգության հարց, բայց որpիսի մենք կարողանանք օգնենք, հասկանանք թե ինչքան են առաջարկի, ինչքան կարող ենք միջամտել, օրինակ անպատասխան Ուկրաինայում ուրեմն մեր համայնքը կամ բանը խառնենք, որպեսզի կարողանան այնտեղ։ Իսկ Ուկրաինայից ճանապարհի խնդիր չկա։ Ուկրաինայից գալիս է Սևծով, Վրաստանով մտնում է Հայաստան գնացքով։ Տեսնում եք ինչ կարճ է, իսկ Ղազախստանով տեսակ ինչքան նկարագրեցի։ Հիմա ես ուղղակի ուզում հասկանամ, այդ ինչ 70,000 դրամ է, այդ ինչ 65։ Իդեպ, եթե մենք այս տրամաբանությամբ վերցնում ենք, որ ռուսական ծորենը 5,000 դրամով ավել է, այս տրամաբանությամբ, եւ իրանք գինը ճիշտ չեն ներկայացնում, ստացվում է, որ ղազախական ծորենից $15 ավել է ռուսական ծորենը։ Իսկ դա ստացվում է, որ ղազախական ծորենը $190, իսկ ռուսական ծորենը $204 է։ Իսկ ուկրաինական ծորենը հիշեցնում եմ $181։ Ես ուղղակի ուզում եմ հասկանամ, խնդրում եմ լրագրողներին, ի վերջո մի քիչ պետք է հետաքննող լրագրող դառնալ։ Չպետք է 1 կամ 2 հետաքննող լրագրող լինի կամ 1 կամ 2 բան անցկացնի դա։ Ցանկացած լրագրող պիտի միշտ գրագետ դառնա։ Ուղղակի հարցում հասկանանք, այդ ինչ գների մասին է խոսքը։ Կարող է մեզ զեղ չեն արել, բայց եթե մեզ զեղ չեն արել, ինչու որ մեկը չի ասում, որ մեզ զեղ չեն արել։ Այդ ժամանակ արդեն կհասկանանք ուրիշ խոսակցություն է գնում։ Եվ այլն այսպես շարունակ։ Եվ անդրադառնանք ամերիկյան գլխավոր թեմային, որ այսօր ուշադրության կենտրոնում է Միացյալ Նահանգներում նոր քաղաքապետ Նյու Յորքում։ Այո, տեսեք, Զոհրան Մամդանինը եւ այստեղ մի քանի որ ժամանակը քիչ է մնացել, մի կարևոր բան ունեմ ասելու, տեսեք, սա Զոհրան Մամդանի ընտրությունը, տեսեք, ինքը իմ սրտի քաղաքապետը չի, ես երբեք այդպիսի տեխնացուի օգտին չեմ քվեարկի, մարդ, որը կանգնած է կողքը կիններ, թե ով էր, որ գլխին չալմեն հագցրեց, հենց բոլորի ներկայությամբ մի հուզիչ պատմություններ ներկայացրեց, թե Նյու Յորքում չալմա չեն թողնում դնել։ Հիմա Թրամփի աչքերուց մի հատ է Սադիկ Խան մենք ունենք, ասենք, տեսեք, կեղծ պատմությունն է, այստեղ էլ կան, գիտեք, գլխաշոր մարդիկ ոչ մեկ իրենց չի նեղացնում, դա մի հեքիաթային բան է, իսկ ինչ որ անհատ կարող է ինչ որ պրետենզիա ունենա, բայց ոչ մեկին չի նեղացնում, այստեղ ազատ երկիր է։ Դուք տեսել եք որ մեկին դեմոկրատական կուսակցությունն են ներկայացնում։ Դուք տեսել եք որ այստեղ ինչ որ մեկին գլխաշորի համար նկատող։ Դու ձեր կյանքը այս քանի տարի ապրում եք, ինչ որ մեկին տեսել եք այստեղ։ Ինչ որ հեքիաթներ, ինչ որ մանիպուլյացիաներ, որ թե ինչ որ այստեղ խտրականություն կա։ Բայց գիտեք ինչն է խնդրեմը։ Ես ում հիշեցնեմ, տեսեք, սա շատ վտանգավոր ընտրություն է եւ դեմոկրատները, քանի որ հիմա անկած են քաղաքական միավորներ հավաքելու հետ, սկսել են Մամդանի մեծ արել։ Եվ սա իրոք վտանգավոր տենդենս է։ Սա ցույց է տալի ինչպես է արևմտյան հասարակության մտածելակերպը փոխում։ Տեսեք ինչ է կատարվում Եվրոպայում։ Ես վախենամ ասել, բայց այսպիսի վիճակ, այդպիսի
տրանսֆորմացիաներ տեղի են ունենում երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ։ Երբ որ եվրոպական հանրությունը ծափ էր տալի, որ գնում էին ինչ-որ Հիտլերի հետ բան էին պայմանավորվում եւ այլ այսպես շարունակ, հա, հիմա շատ ավելի հետաքրքիր վիճակ է, ահռելի միգրացիայի պատճառով, ուրեմն սկսվել է փոխվել, ուրեմն քաղաքական պատերնը ընդհանրապես ասենք եւ Միացյալ Նահանգներում եւ Եվրոպայում։ Եվ նորից եմ կրկնում, սա շատ վտանգավոր զարգացումներ, որովհետեւ այսօր Նյու Յորքը ունի հակասեմիտ Եվ սա տարիների աշխատանք է Քաթարի ներդրումների համալսարաններում, որի հայրը ըստ էության մարքսիստ կոմունիստ դասավանդում է, ինչ-որ մարքսիզմը ինչ-որտեղ դասավանդել։ Ինքն էլ արդեն հետարեց սոցիալիստ։ Այո, Ուգանդայի միլիոնատերերից են, հա, որքան հասկանում եմ։ Եվ սա, կրկնում եմ, այսպիսի զարգացումները կարող է բերի ընդհանրապես Միացյալ Նահանգներում քաղաքական պատերնի փոփոխությանը, կներեք ինչի սա ասեցի, Հայաստանում պետք է սա հաշվի առնեն։ Դուք հասկանում եք, երկիրը գլխավոր քաղաքը մահմեդական բանա ձեռք բերում, որ մարդ, որ ասում է, այո, ես իմ պայքարը մահմեդականների եւ պաղեստինցիների ազատության համար եմ սարքել։ Մենք ընդհանրապես տոլերանտ ենք, բայց այսպես շեշտել եւ առաջին պլան բերել եւ հակասեմիտ դառնալ, սա արդեն խտրականություն է։ Սա արդեն կոնկրետ խտրականություն է եւ շատ վտանգավոր խտրականություն է։ Եվ այս պատերնի փոփոխության արդյունքում մենք կարող ենք մի քանի տարի հետո եւ Եվրոպայում եւ ԱՄՆ-ում ասենք հանդիպենք բավականին լուրջ բարդությունների, հա։ Երևի դրա համար էլ այսօր պարոն Թրամփ հայտարարեց, որ պատրաստ է օգտակար լինել աջակցել Մամդանիին 3 ուսանողներին։ Դե ինքը հասկացավ մի բան, որ կներեք արագ ասեմ, ինքը հասկացավ մի բան, որ հակառակը խոսելով ինքը ըստ էության մեծացրեց վարկանիշը Մամդանիի եւ որոշեց, որ չի կարելի, աներուց պետքա ուրիշ ձև անել ու հանգիստ, բայց ոչ թե տենց կտրուկ խոսել։ Մեր ծրագիրն այսօր էլ ավարտվեց, հարգելի հեռուստադիտողներ, կհանդիպենք վաղը YouTube-յան։ Այո, լայվ կտրամադրեմ։ Ցտեսություն։ Հաջողություն։